Если птицы спят на деревьях, разве птицы у них в долгу? Разве горы в долгу у неба? Разве дети в долгу у хлеба? Разве тем, что они ничьи? Перед кем-то в долгу ручьи. Без тепла не бывает лета, если дерево расцвело. Значит, вместе с весенним светом кто-то отдал свое тепло. У добра не бывает крыши, кто добрее других, тот выше, кто надежнее, тот верней. И тому наш напев слышней, нашим мудрым отцам в угоду. Сделай добро и брось его в воду, а потом не ищи следа. Кто добрее, тот прав всегда. Տես է, իմ հետևից դուրս արի։ Նայիր։ Ինչ ես դուրս տալիս, լավ է քո գլխի մասին մտածես։ Փիղ, պատրաստվել գրոհի։ Մեղք է փիղ ընկել լեյտենանտ։ Կրկեսում չես, սա պատերազմ է։ Սիդարենկոն զոհվել է։ Գասպարյան, այստեղ է։ Հեռացրեք կենթանում։ Փղին։ Փղին, իսկ ո՞ր։ Որ ուզում ես հեռացրու ես հնոցից, տար թիկունք։ Ուզում եմ տալել թիկունք։ Իմ ետևից դու ուր ես վազում, ետ դաշտ փղի համար գլխով տես պատասխանատու առաջ։ Ուր, էդ ուր, կանգնիր։ Чистовник. Lazinto, tășini tio, vă să știu în ghitan. Lazinto. Mihvald. Corniș!
Արմենաճան, հոգուտ մատա։ Ես նամակը մի փոշ գցի։ Դե չի երեք օրը գրպանս քաշ եմ տալիս։ Հիմար ես թողուբոյին, ես քեզ համար որտեղից փոս գտնեմ։ Բարգիր ասում եմ, թե չկսակես։ Բարգիր ասում եմ, բարգիր։ Չգցես, թե չես կիմանա, թե մեռած է։ Այդ նամակը գցեմ, քեզ շատ սադական եմ։ Բարգիր ասում եմ։ Գնացի, տես։ Էլի բախտները չբերեց։ Իսկ ինչ է եղել։ Մենք Բերլին չենք ընկնի։ Ափսոս, շատ առանց մեզ յոլա կգնան։ Դա արդեն հաստատ է։ Յոլա չեն գնա։ Անելու բան շատ կա։ Լսում եք, չեն հանձնվում։ Մինչև լույս գրակեցին։ Փղին հազիվ դուրս քաշեցին։ Էլի լցնեմ։ Չէ ախպեր ջան։ Վաղուստակ ճաշ էի կերել։ Վերցրու, ծխիր։ Դա ծխող չեմ։ Շնորհակալ եմ։ Լավ կլիներ մի քիչ քնեի։ Մի ժամից Բերլին ենք շարժվելու։ Փոխանցի։ Արա։ Փոխանցի լինի։ Բիղը ջիս պաշտեք, փոխանցեք, արա։ Լիքը լցնու։ Արա, դեր ժեստեմ։ Ոնց է կանգնել։ Ես ինչ է բնդրում, արկ է ինչ է։ Ասացին, հաճիոտ ռովար։ Ինչու ես հովասում։ Ֆամին Անատոլի Խալիլովիչ, հաջորդը Կրասավին Ֆյոդոր Իվանովիչ, Շարքային։ Կրասավին։ Թույլ տվեք զեկուցել ընկեր գեներալ։ Փիրը մերն է, սովետական։ Մեր հարցմանը Մոսկվան պատասխանել է։ Գրասենյակը ուր հասել է մեր հարցումը։ Սլոմակին, էությունը։ Փիրը շրջիկ կենթանաբանական այգու հետ 42 թվականի սեպտեմբերին Մոսկվայից ուղարկվել է Երևան, այնտեղ մշտական գործող գազանանոց կազմակերպելու նպատակով։ Լսում եմ, հետո։ Ռոստովի մոտ Փիրը տեղափոխող գնացքը ռմբակոծում են։ Սա ինչ բան է։ 5-րդ գնդի շտաբը։ Մի քանի ժամից հետո գեներալ Հյունտերի դիվիզիան գրավում է ռմբակոծված շրջանը։ Գնացքում էր նաև սովետական միության կողմից 36-ին գնված Փիրը, որի անունն է Բոմ, ծնված 27 թվին, հերթական համարը 214, ինդեքսը CI։ Հետո։ 1924 թվականի դեկտեմբերին գեներալ Հյունտերը ծննդյան տոների արդիվ Ռուսաստանից որդուն նվեր է ուղարկում Փիրը։ Հյունտերը ընտանիքով փախել է, Փիրը մնացել է անտեր։ Ահա զննության ակտը, ստորագրել է կապիտան Ասմանովը։ Այո։ Սա էլ գեներալի կալվածքում աշխատողների վկայությունը։ Աշխատողները ճանաչեցին։ Իհարկե ճանաչեցին, 3 տարի խնամել են նրան։ Հասկանալի, ասում եք ուր էին տանում Փիրը։ Երևան, կենթանաբանական այգի կազմակերպելու։ 42-ին։ Ճիշտ այդպես, 42-ին։ Տես է։
Նշանակում է փիղը պետք է ուղարկել։ Իսկ ուր։ Նախատեսված վայրը։ Ամեն ինչ կվերադարձնենք իրենց տեղերը։ Ինչ եք ասում Նիկոլայ Իվանիչ, պատերազմ է։ Զոհվում են մարդիկ, իսկ մենք պիտի փողով զբաղվենք։ Շտաբում լսենք կծիծաղեն։ Ոչ, Ստեփանիչ, ճիշտ ժամանակն է դրանով զբաղվելու։ Ես համաձայն չեմ ձեզ հետ։ Ափսոս, իսկ ձեր թորնիկը կհասկանար։ Հնարավոր է։ Ինչ արած Ստեփանիչ, ընդունիր որպես հրաման։ Փղի համար առանձնացրու վագոն եւ ուղեկցող, ուղիղ Երևան, այսօր եւ այդ։ Ընկեր գնդապետ, ձեր հրամանով Շարքային Գասպարյանը ներկայացել է։ Ճանապարհվել կարող եք։ Ճիշտ այդպես։ Դե պատրաստվեք։ 1 ժամ հետո ձեզ կուղարկեն։ Օրապայիկն ու կանոնաթուղթը կստանաք փոխգնդապետ Լամակինից։ Ստացեք փաստաթղթերը։ Շնորհակալ եմ, ընկեր լեյտենանտ։ Թույլ տվեք գնալ։ Գնացեք։ Կանգնեք։ Իսկ գիտեք ուր եք գնալու։ Ճիշտ այդպես, սա իմ կողմը, Բերլին։ Ոչ, այս կողմը, փիղը կտանեք թիկունք։ Ուր։ Ինչ թիկունք։ Գերգնդապետ։ Դա գեներալի հրամանն է, պետք է կատարել։ Մի կողմ քաշվի լսիր, խանգարում ես։ Ճանապարհ տուր։ Եվ ուսում եք, որ ես Հիտլերի դրան առաջից թողնեմ ետ դառնամ և ասեմ խնդրեմ, ես փիղ եմ տեղափոխում։ Հա, գեներալի հրաման։ Գեներալը իրավունք չունի։ Մենք կարող եմ բահման ուղարկել, բայց թիկունք երբեք։ Ինչ է կարմիր բանակում ուրիշ ոչ ոք չկար։ Մենակ Արմենակն է մնացել մեծ մասնագետ փղի գծով։ Գեներալի չեք տեսել։ Չենք տեսել։ Գեր լեյտենանտ, գեներալի չեք տեսել։ Ոչ։ Դուք Արշավումն է։ այնտեղ։ Գեներալ, թույլ տվեք դիմել։ Թողնել թույլ չեն տալիս։ Կատարեք հրաման։ Գերգնդապետ, գեներալ։ Կհանգստանաս պատերազմից։ Մի վշտանա զինվոր։ Փոխարենել Հիտլերի ճաշը կեփենք։ Մնաս բարով։ Ահա, ստացիր օրապահիկը և մարդ փղի մոտ։
Հե։ Հե։
մատա, ես են աչքերի մատա, քուրիկ ջան, հայ ես? Հա, հայ ես։ Ախշի դու էլ ես հայ? Պետքա փոքրես ու կռիվ ես գնում, աղբեր ջան, ես աղջկան լապ կնայես, մեղկա։ Այդ հայվանին ուր ես տանում։ Էստեղ, հեռու չի, էստեղ մոտիկ գյուղն եմ տանում։ Դու ուր ես գնում։ Բերլին եմ գնում, բայլուր։ Բերլին ես գնում, գնա աղբեր ջան։ Դու լավ մնաս։ Ջան տղա, դու որտեղացի ես։ Ես Ղարաբաղցի եմ։ Ղարաբաղցի ես։ Իտաշենից եմ ես։ Վայ ես քունես մի մատա։ Գնա աղբեր ջան, Ղարաբաղը լավ տեղ է, գնա։ Բինտ կացեք։ Բինտ եք, բինտ։ Հասկացաք։ Հասկացանք։ Հրաշագած կհասնեմ, ես ձեզ կհասնեմ։ Տղերք ջան, ես ձեզ ցավը տանեմ, շուտ արեք, ջարդեք թշնամուն, խփեք ֆաշիստին, ես 4 տարի կռվել եմ, կհասնեմ ձեզ փղին տանեմ ու կգամ։ Կեցե, հայկական դիվիզիան, իրոտ, առաջ, սմերտ ֆաշիստ դիմակուպատը, հոլարա ես հո, Ուրեխոդը ես քեզ եմ հարցնում, անկուշտ անասուն, շուն, սրիկա, շատակեր, թողարից մի այն օրը, երբ դու կանգնեցիր իմ ճանապարհին եւ ես խղճացի քեզ, գրակիր Արմենակ, գրակիր, ես հաստակրխի սադակարա, գրակիր, սրիկա, շատակեր, գրակիր, Արմենակ, Արմենակ, Ախիղճ, հիմա իմացա, թե դու ով ես, դու Գաբուշն ես, իմ հարևանը, մենակ նա կարող էր այդքան լապել, Բարբարոս, այլանդակ, Երանի ռումբը քեզ կտոր անել, երանի դու սատկեիր, ազնի խոսք, այսքան չէի ափսոսա, ինչ է ստացվում, հա, որտեղ է գրված, որ մի անասունի համար մարդ այսքան տանջվի, ստացվում է, որ բոլորը գնում են այն կողմը, Արմենակը այս կողմը, դե արի ասում եմ, ոչխար, կարծես թե իմ պապը, դե ուր ես քաշում, սպասի, դե գնանք սողուն, Արմենակը ուր, փիղը ուր, կարծես թե սովետական բանակում ուրիշ մարդ չկար, Գերմանիայի քաղաքացիներ, բացեք դուռը, ով կա այդտեղ։ Բարև հայրիկ, ես ռուս զինվոր եմ, եկել եմ խոտ խնդրելու, մի քիչ, ես ռուս զինվոր եմ, իմ փիղը սոված է, մի քիչ խոտ տվեք, խոտ, տվեք, Դու ոչ ճիշտ, դու չես ռուս զինվոր, ես ճանաչում ռուս զինվոր, ես գեր եղել ռուս ցարի,
Բելամ հայ եմ, մեկ չի սովետական եմ, փոտ տվեք։ Դու արդեն գերի։ Հանձնվել։ Ոնց է հանձնվել։ Կշվեցիր։ Ձեռքերդ վեր։ Լսի ինչ գերի։ Ձեր զինվորները արդեն փախել են։ Խաղաղություն է այստեղ, խաղաղություն։ Պատերազմ չկա։ Պատերազմ չկա։ Այս հող գերմանական։ Ինչ է ես քեզանից հող եմ ուզում։ Իմը ինձ հերիք է։ Մի քիչ խոտ տվեք ինձ։ Լսիր հայրիկ։ Լսիր հայրիկ։ Դու հասակով մարդ ես, խելոք մարդ ես, ամեն ինչ հասկանում ես։ Արի իրար հետ մարդավարի խոսենք, ոնց որ պետք է։ Այս անցնում եմ քո տան մոտով ու ասում եմ. Բարև հայրիկ, ես քո հյուրն եմ։ Մի քիչ խոտ տվեք ինձ։ Իմ փիղը փետ է ուտում սովից։ Ես հո քեզանից ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Տես ինչքան խոտ ունես։ Տես։ Մի կրակեք։ Եկեք մարդավարի խոսենք։ Խոտ տվեք։ Լավ։ Մարդավարի չեք ուզում, եկեք կռվենք, դուք հլա արմենակին չեք ճանաչում, հիմա կտեսենք, թե ով կլացացնի։ Իսիր։ Nicht կրակել։ Հալո մարշ։ Գցիր սենքը։ Ձեռքերդ։ Բարև ձեզ, իս զենքը դուր է, ձերքերդ վեր, բիտ է անցեք։ Բարսր ձերքերդ, այ ապրեք, պետք է հանձնվել, իմ ավտոմատ է, ձերը խաղալիք, փամփուշտել չունեք, հիմա ես ձեզ պետք է դատեմ։ Լափի շուն, դե մի կծնուի, կեր, կաբուշ, դու չգիտես, թե Հիտլերը ինչ սրիկան է, ինչքան պիտի թունավոր ես մարդու հոգին, որ մի խուրց խոդի համար ձերք բարձրացնի ուրիշի կյանքի վրա։ Են էլ որսորդական հրացանով։ Մի խուրց խոդի համար։
Էս ինչ բան է։ Ստացվում է, որ դու ինձնից խելոք ես։ Komm nicht her! Das ist alles, was ich noch habe. Fass es nicht an, Rusenschwein. Fass es nicht an. Fass es nicht an. Fass es nicht an. Nimm deine dreckigen Hände weg. Das ist alles, was ich noch habe. Fass es nicht an. Fass es nicht an. Fass es nicht an. Hilf mir! Hilf mir! Hilfe! Վերցրու քո ոսկեղեն մոսկեղենը։ Իսկ դու ում համար ես նվագում, հոր եղբայր։ Ախր քեզ ոչ ոք չի լսում։ Տեսնես տունը վառվում է, հագցնել է պետք։ Իսկ դու գնում ես այս կողմ են կողմ, այս կողմ են կողմ։ Ամբան։ Գոնե փախչեիր ինձնից, Գաբուշ, քո Աֆրիկան։ Այնտեղ տակ է, պատերազմ չկա։ Խոտ ինչքան ասես։ Սոխակները երգում են։ Այստեղ տեսնում ես, չէ, ինչ է կատարվում։ 4 տարի է, ոտքով աշխարհից աշխարհ եմ ման գալիս, միտեղ մի լավ բան չկա։ Մարդիկ ամեն օր քարը քարի վրա են դրել, ուրախացել են, թե օջախ ենք շինել, տուն ու տեղ դրել, ու հանկարծ չկա ոչ տուն, ոչ ընտանիք, ոչ օջախ։ Շատ եմ հոգնել, Գաբուշ։ Գերմանացի քուրիկ, դու ուր ես գնում։ Դու ինձ մի վախենա, ես հենց էնպես եմ հարցնում։ Եթե ուզում ես մեզ հետ գալ, ես դեմ չեմ, արի խնդրեմ, ես ուրիշ ոչինչ չեմ ասում։
ես ասել։ Գաբուշը մնում է գաբուշ։ Իմ հարևանս էլ նույն բանը չարեց։ Երբ բաժանում էինք տնամերձը, նա իրեն վերցրեց այս քամի մեծ կտոր հողամաս, իսկ ինձ տվեց մի թիս բան։ Իսկ պատերազմ չգնաց։ Մեծ բան էր էլի։ Ոտքի մի մատը չկար։ Դու ինչ է գաբուշ, ոտքով ես կրակելու։ Իմ աղջիկը Շուշանիկը գրքում կարդացել էր, թե ինչպես մի ձիավոր լրիվ անգլուխ էր կրվել։ Դեպքերդ վեր։ Հայրդ է խող։ Ներսարի վրաու, բիտե։ Քարվանսարայ է, հոտել։ Գերմանուհի։ Հետարքիր է ինչ տեսակ մեր է ունեցել Հիտլերը։ Մարդկոնը մի անգամ տեսներ նրան։ Տեսներ ու հարցներ։ Քույրիկ ջան, ֆրաու, սեստրիցա, հետ ինչ գալով ես կերակրել երեխայիդ, որ նրանից Հիտլեր է ստացվել։ Գեր, պիտե կեզ ասում են, քո գործն է։ Դու մայր ունես, մուտեր, ես էլ չունեմ, ոչինչ, ամեն ինչ լավ կլինի, Հիտլերը կապուտ, Գերմանիան կապ,
Բայ-բայ։ Սելքով աղվա բաժին, պետք չի։ Քնիր։ Բարի գիշեր։ Ես ինչ է, բոլորը խշրել ես, որ էդպես է ես կանը կեզ ամբողջ օրվա համար։ Գնանք Գաբուշ, մի երկիր արդեն անցանք։ Կոմ, մի վախենա, ես քեզ հետ եմ։ Գնացքը դեռ չի երևում։ Չէ, դեռ չի երևում։ Այդիրեն դե։ Շնորհակալություն։ Դուր, դու էլ տուր։ Բարի օր, Պետրովիչ։ Գնացքը եկավ։ Եկավ, վերջապես, եկավ։ Հա, իչ է։ Հիմա։
Մարդուշը ոնց է, Մարդուշը։ Լավա, յոլա են գնում, Կապուշան, վիզեր է։ ատակային ժամանակ գլուխը ցած կպահ։ Զադարյա ունեմ, գեներալ Հասիլավոր, Արմենակ, մինչև Զադարյա չկատարես չվերադառնա։ Ախբեր ջան։ Ընդունեք փղին Գերմատրիոնա։ Ես ասացի չեմ կարող։ Ես շատ եմ խնդրում, ընդամենը 10 օրով հետո կվերադառնամ ու հետ կվերցնեմ։ Չէ, չեմ կարող։ Ես ահաչում եմ ձեզ համար ինչ է ընդամենը 10 օրը։ Ինչի՞ս է պետք փիղը, որպես ինչ նրան պահեմ։ Երեխաներին ցույց կտաք Գերմատրիոնա, ահաչում եմ ձեզ։ Սոված փորերին փիղն է պակաս։ Փիղը կարող է աշխատել։ Գերան տեղափոխել Գերմատրիոնը։ Դե լավ։ Վերցու խոտը, կեր։ Դες ինչ համով է։ Դե Բարսասու Գերանը։ Բարսասու, լսի դու չես տեսել թե քո երկրացի փղերը ոնց են Գերան Բարսասում։ Այ բռնի այսպես։ Զգուշ։ Մարդկանց պետք է օգնել։ Այստեղ քեզ կուշտ կկերակրեն։ Մի լավ կջրեն, կպահեն տաք գոմում, ոնց որ նորմալ կովերին են պահում։ Կապուշյան, շատ եմ խնդրում, քեզ համար ինչ կա։ Դες ինչ թեթև է։ Գերանը բարձրացնել, քեզ համար ինչ կա։ Դե վերցրու, խնդրում եմ։ Աղասուն! Դե արդ քեզ, անկուշտ, զլյակ էր, ասում է, երեխաները ողջ են, առողջ են, վարդուշները լավ, ասում է, կովը ծնել է, ինչ անեմ, թե ծնել է, այսպես էլ բան կլինի, ես իրեն ասում եմ, աղբեր ջան, զգուշ եղիր, չմրսես, նա թե գնում եմ Բերլինը գրավելու, հլա մի դրան տես, գլխիս հաղթող է ձեմանում, 4 տարի Արմենակը գրվի, արուն թապի, Բերլինը Կապուշը գրավի։ Աշխատավոր անասուն է։ Էй, զինվոր։ Հələ մի տես ինչ գործանող է Պետրո։ Գնան գրասենյակ ձևակերպենք։ Պետրո, փիղը տար։ Ինդեքս C-ի հերթական համարը 211։ Զինվոր, իսկ փիղը ինձ կլսի։
Կլսի։ Մենակ նրան կերակրել է պետք։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Բարաչողում ձեզ։ Օրը բարի լինի։ Ներող կլինեք։ Տեսեք ինչ եմ ասում տղերք։ Զինվորը ձեզ օգնական է բերել։ Վերամբարդ կռունկի փոխարեն։ Սրանից հետո մի քիչ շունչ կքաշեք։ Էդ ուր զինվոր։ Փոշմանեցի։ Շատ կուզենայի ձեզ օգնել, սիրելիս, բայց ինչով։ Չի դիմանա ախր, մեղք է։ Երեկվանից ոչինչ չի կերել։ Իսկ դուք գյուղերով գնացեք, գյուղերով, գուցե այնտեղ խոտից բանից ճարվի։ Հա? Դարիես Առաջվա փղել դուր Սաուր Այդ է փղերը ինե ժամանակ Դու ավելի լավ է օգնես հայրիկ Ինչի կարելի մոտենալ Ես խմած եմ Իսկ փղերն էլ էդ հոտից խրտնում են Բա ոնց Ուրեմն իմ տերը Բրահմա պուդրա չանգան Հնդիկ յոգի զավակեր Փղեր խաղացնելով Նեց կարողություն էր դիզել Նրա ձերի տակ Սրանք ինչ ասեսանում էին Բա Ժողովուրդ էր որ գալիս էր լրիվ անշլակ Ինչ է դու կրկեսում ես աշխատել Բա ոնց Սիր հայրիկ, իսկ ինչպես էր քո տերը այդ հնդիկի զավակը Ինչ հնդիկի զավակ Նա մերոնցից էր, ռուս, Վորոնեժի կողմերի Սպասիր հայրիկ Իսկ այդ անունը, որ ես ասում եմ, ժողովրդի համար էր, հասկանում ես, չանգա ինչպես էր այդ չանգան հրամայում փղերին, գուցե դրանում մի գաղտնիք կար Որ սուտ չասեմ Գուցե դու գիտես թե ինչպես բարձրացնի ոտը կամ կնջիտը Որ սուտ չխոսեմ Ես մենակ աղբն էի հավաքում Ափսոս Բայց թե փորձել կարելի է Ապա մի փիղը շուրտուր կամու հակառակ կողմը որ հոտը քթին չառնի Այդպես Իսկ հիմա դու քաշվիր մի կողմ Այսպես է կարգ Սալում
քեզ հրաշք։ Շնորհակալ եմ հայրիկ։ Ապրես, շնորհակալ եմ։ Դու Չանգայից էլ լավ ունես։ Հիմա մենք խոտ կվաստակենք։ Թե ինչի նստեց։ Կրկես, գաբուշ փիղը պիտի նստի, գինը մի քիչ խոտ։ Նվակ։ Ուշադրություն, անշլակ։ Բախոտը ուր է։ Պարֆիրի, ապա մի ցույց տուր խոտը, էդ էլ Պրասկոֆիայի դոշակից ենք հանել։ Շատ խոտ է պետք ինձ։ Չունենք մենք խոտ, բոլորովին։ Ուշադրություն, անշլակ։ Հիմա գաբուշը հնդկական փղի որդի պիտի կատարի իմ հրամանները։ Ես նրան կասեմ նստիր, ու նա կնստի։ Գաբուշ, Աբեսալոմ։ Աբիսալոմ ասում եմ։ Աբիսալոմ։ Պահիր քեզ։ Գաբուշ, նստիր խնդրում եմ քեզ։ Հիմա կնստի։ Գաբուշ, անարմար է, մարդիկ սպասում են, ինձ մի խայտարակի աշխատել է պետք։ Խոտ եմ բերել քեզ մարդիկ։ Գաբուշ, Աբիսալոմ։ Արքես, ուղտ, պում։ Ներկայացում չի լինի, ներկայացումը վերջացավ, փիղը հիվանդացել է։ Ինչ ես ինգելի մետվից, ինչ ասում ինձանից, դու ինչ ես ծնդել ես, ես էլ եմ սոված, հասկանում ես, արտես, ես էլ ուտելու բան չունեմ, հասկանում ես, իմա ես քեզ ցույց կտամ, տես, ավազակ, տես, բրիր, դասալիք շուն, սրիկա, դվեցրու, խժրիր, հիմա բոլորն է սոված, Գաբուշ ջան, դժվար ժամանակներ են, դիմացիր։ Հիմեր, դատար գլուխ, ոնց որ իմ տոպրակը, պարս է, ապուշ հայվան, չուզեցիր աշխատել, ինչքան էլ խնդրեցի, մարդիկ եկել էին բան տեսնելու, ծույլ,
Վայ, կանայք, հլա միեն կողմը նայեք։ Ինչ կա զինվոր։ Փիղ։ Մի քիչ խոտ եմ ուզում։ Փիղը երեքոր է բան չի կերել։ Խոտ չունենք։ Մեր անասուններն արդեն արածում են։ Փիղը չի կարող, նրա վիզը կարճ է։ Ինչ փիղ։ Կնջիթով։ Հնդկական, ինդեքս C-ի 211, Հայաստան եմ տանում, գեներալն է հրամայել, կարդացեք։ Իրոք փիղ է։ Հա։ Իսկական։ Դե կարդացեք։ Ուր է։ Ով։ Փիղը։ Ես նրան գյուղի հետևն եմ թողել։ Սզվեցի հարց ու փորձից։ Հնդկական փիղ, ուղեկցության դես է։ Մեծ գործ ես անում։ Գեցես, բայց խոտ չունենք։ Բոլորովին չունեք։ Ոչ մի խուրց, չկա։ Խրխրեք, ամբողջ բանիկ Փախիր կոլկա, թիկունք փախիր, կրակ ինձ վրա կվերցնեն։ Ֆեդա, մոտ չգնաս։ Այնքանն էլ բավական է, ինչքան խոշռեց։ Կշտացավ։ Տես ոնց է պարում։ Կպարի իհարկե։ Պատերազմը վերջացավ, պատերազմը վերջացավ, պատերազմը վերջացավ, վերջացավ պատերազմը, վերջացավ պատերազմը, վերջացավ պատերազմը, վերջացավ պատերազմը, վերջացավ։ Կամուշ, դա ինչ ես անում։ Կամուշ, դուր գլխարկս։ Դուր։ Ակուս դա իմ համազգեստը,
Խնդրում եմ։ Գաբուշ, դե դուր, խնդրում եմ։ Դուր գլխարկս։ Իղայր ես ռոբե, ես կարծում եմ նշանակել։ Ամբողջ հայլը կերա, ուտի իղայր, դե թող ուզրի ինչ արի։ Դե լավ ես թողտի Խոտս կերա փիղը, ես հիմա ինչ արեմ, երբայք սողեց։ Չես ուզում։ Թույլ տվեք, մի րոպե։ Ճանապարհ մայրիկ։ Ձեր փաստաթղթերը։ Ճիշտ է, փաստաթղթերը ցույց տուր։ Խնդրեմ։ Իսկ գլխարկը տուրը։ Գաբուշը կերավ։ Խնդրեմ անցեք առաջ։ Դարեք դրան։ Ինչի համար ընկեր լեյտենանտ։ Դուք վաճառում եք պետական ունեցվածքը։ Ինչ ունեցվածք։ Փիղը։ Հիմա ով փիղ կառնի։ Այս ժողովուրդը նրանց ինչի է պետք փիղը։ Ես հենց այնպես կանգնել եմ։ Փղին եմ կերակրում։ Վերցնես ինքը։ Այո, թողեք ասում եմ, ես ժամանակ չունեմ։ Շատ լավ։ Բայց երբում եմ ճիշտ չեք վարվում, ընկեր լեյտենանտ։ Ասում են լրտես է, ուր է, որ մեկը։ Հոփիղը չի, հրեն են գլխաբացը։ Տեր աստված, որն է լրտեսը։ Բա փիղը ինչի համար է, հա? Փիղը։ Կարող է փիղել չի։ Բա ինչ է։ Հաղորդիչ։ Ինչ։ Հաղորդիչ։ Ռացիա, որ հաղորդի պի։ Ինչ պիտի հաղորդի որ։ Յուղը քանիս է, պանիրը քանիս է։ Սապոգները քանիս են։ Հա, սապոգներն էլ։ Քաղաքացիներ, ետ քաշվեք։ Ճանապարհ տվեք։ Ետ քաշվեք։ Ասում ես ռազմական խորամանկություն է, հա? Այո, տեսնում եմ լավ չարչարվել ես։ Դե լավ, ոչինչ։ Քիչ է մնացել։ Բայց մեծ գործ ես անում։ Երեխաները քեզնից շատ շնորհակալ կլինեն։ Ես էլ քեզ ուտելիք։ Շնորհակալություն։ Կհերիքի մինչև Երևան։ Կհերիքի, ինձ էլ Գաբուշին էլ հերիք է։ Սա էլ վերցրու, մայորից է։ Շնորհակալություն։ Դու ինձ ների, սխալվեցի, բորբոքվեցի անտեղի։ Ոչինչ, պատահում է։ Հլա շատ ջահել ես ախպերս։ Ու սրանց նշանակությունը կյանքում չես հասկանում։ Սա ոչ թե փիղ է, սա նոր կյանքն է, սա խաղաղություն է, սա ծիծաղ է, սա ուրախություն է։ Այ թե ինչ եմ տանում Երևան։ Մեզ հիմա փղեր են պետք, մեզ հիմա չեր են պետք, մեզ հիմա հեքիաթներ են պետք, հեքիաթներ են պետք, հեքիաթ է պետք, հեքիաթ է Добра по законам древних, от заботы виски в снегу. Если птицы спят на деревьях, разве птицы у них в долгу? Разве горы в долгу у неба? Разве дети в долгу у хлеба? Разве тем, что они ничьи, перед кем-то в долгу ручьи? Без тепла не бывает лета, если дерево расцвело. Значит, вместе с весенним светом кто-то отдал свое тепло. У добра не бывает крыши, кто добрее других, тот выше, кто надежнее, тот верней, и тому наш напев слышней.
нашим мудрым отцам в угоду. Сделай добро и брось его в воду, а потом не ищи следа. Кто добрее, тот прав всегда.